Գարեգին երկրորդ դու էլ նույնիսկ եթե պատկերացնենք հաղթանակ տարար ու մնացիր։ Այս կերպարով դու ում ես պետք։ Մենք այսօր արժեզրկել ենք ամեն ինչ։ Պուտինից մեդալ ստացողը որ հաղթել է, դա ի՞նչ է նշանակում։ Դա հաղթանակ է, իհարկե չէ։ Գարեգին երկրորդը շնորհ կունենա դեկտեմբերի 31-ին հայ ժողովրդին շնորհավորի նոր տարու հետ կապված եւ առողջական խնդիրների պատճառով հրաժարական։ Փաշինյան Գարեգին երկրորդ պայքարը Ձեր կարծիքով ուր կգնա այդ պայքարը, ինչ են սցենարները, ինչպես կդիտարկեք դուք։ Նախ այս հարցի հետ կապված խորքային խնդիրներ կա, որ այսօր չի։ Խորհրդային միությունից հետո մենք ունեինք շանս, որ հայ առաքելական եկեղեցին ինքը կատարեր իր ընտրությունը, դա համաշխարհային կառույց լինելով, աշխարհասփյուր կառույց լինելով, ինքը կարողանար կատարել իր ընտրությունը հարիր անկախ Հայաստանին, բայց ցավալիորեն Լևոն Տեր-Պետրոսյանը կանգնեց եւ ասեց ես ուզում եմ նշանակեմ բառից բուն իմաստով Գարեգին առաջինին բերենք Անտիլիասից դարձնենք ամենայն հայոց կաթողիկոս։ Իբր թե որ մեր երկու թևերը միանան ընդհակառակը տարաձայնություններն ու հակասություններն ավելի մեծացավ։ Թեպետ այդ մարդը մտավորական մարդ էր։ Այդ մարդը որ խոսում էր, մարդը հիանում էր Փիլիսոփա էր։ Նա իրոք արժանի մարդ է, դրա մասին չի խոսքը։ Մենք ու մարդու մասին չենք խոսում, մենք խոսում ենք երևույթի մասին։ Այսինքն դրանից հետո ինչ տեղի ունեցավ։ Դրանից հետո տեղի ունեցավ ընտրություն, որի ժամանակ աշխարհիկ պատվիրակներին ուղղակի պաշտոնյաներ էին նշանակած եւ որոնց հետ բոլորը լավ գիտեն, որ ամենալրջագույն ձևով մասնակցություն ուներ բավական կոպիտ ձևով Վազգեն Սարգսյանը եւ բայց դա էլ չէր կարող չլիներ նաև Ռոբերտ Քոչարյանի հետ համաձայնեցված, որովհետև Ռոբերտ Քոչարյանն արդեն 98 թվականից հանրապետության նախագահն էր։ Եվ ինչ տեղի ունեցավ, պարզապես Գարեգին երկրորդին նշանակեցին։ Անգամ ճնշումներով նշանակեցին։ Ես նաև գիտեմ ներսում ինչ դժգոհություններ կար։ Նաև գիտեմ, որ նա գուգարած թեմն էլ ասենք այն ժամանակ ասում էր մենք դժգոհ ենք, մենք իրան չենք ընտրի։ Ես դա կոնկրետ ներսից գիտեմ, մենակ այնպես չէ, որ ուղղակի լսել եմ։ Հա, բայց ինչ է կատարվում։ Այդքանից հետո դա խայտառակություն էր, ինչ տեղի ունեցավ, որ Գարեգին երկրորդը ընտրվեց։ Փաստորեն դարձավ նորից իշխանության մի թև։ Ինչ տարանջատում հոգևոր եւ աշխարհիկ, եթե դու իշխանության մաս ես կազմում, բիզնեսին ես մասնակցում, պաշտոնների էր նշանակում մարդկանց, մարզերում էլ նշանակում էին թեմի առաջնորդները, Հայաստանում էլ նշանակում էր կաթողիկոսը, որովհետեւ ինքը իշխանության հետ սերտաճած աշխատում էին։ Իհարկե դա անընդունելի է, բայց դրանից հետո նրանք խառնվեցին քաղաքականությանը, էլ միտինգներ, էլ չգիտես ինչ էր, հայտարարություններ, հրաժարական պահանջել, դա լրիվ դուրս էր իրանց գործառույթից։ Բայց միևնույն ժամանակ, իհարկե դա վատ է, բայց երբ որ իշխանությունը ապօրինությամբ ցանկանում է վերականգնել օրինականությունը, բա դա էլ մյուս ծայրահեղությունն է, չէ՞։ Հիմա էլ Նիկոլ Փաշինյանն ասում է, ես ինձ հաճո կաթողիկոս է ուզում ունենա, չէ՞։ Ինչու կանոնակարգ է փոխում, կանոնագիր պետք է նորը գրվի, պետք է այսպես գրվի, այս ծավալի լինի, հետո ինքը գնում է տեսնում է ով է համաձայն իր հետ պատարակ անցկացնելու, ասում է գնացեք տեղերից վերցնենք, եթե կենտրոնական հարձակումով չենք կարողանում դա անել։ Այսինքն սա է մոտեցումը։ Վաղը մյուս օրը մենք մաքրված կտեսնենք հայ առաքելական եկեղեցին, եթե Գարեգին երկրորդը գնա, Գարեգին երկրորդը գնալուց հետո մենք ուզում ենք նորմալ ընտրություն լինի։ Իսկ դուք տեսնում եք որտեղ նորմալ ընտրություն կլինի, երբ որ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ տարական բաներ չի պատկերացնում։ Բացի այդ կոպիտ միջամտությունը, մարդը պարզապես ծավալային պատկերացում չունի։ Դա իր ուղեղը այդքան է հասնում։ Առաջինը, որ նա ասում է նոր կաթողիկոսը ընտրվելու հետ կապված, մենք պետք է բարեվարկությունը ստուգենք։ Հիմա միանգամից մտածում ես, որ այս մարդը հենց գիտի, Էջմիածնում հավաքված մի քանի հոգի կաթողիկոս են ընտրում։ Մարդը չի հասկանում, որ աշխարհասփյուր հայությունը մեկը գալու է Արգենտինայից, մեկը Ռումինիայից։ Ռումինիայից եկավ Վազգեն առաջինը Պալճանը, չէ՞։ Այսինքն
Դու ինչ ոնց է բարևարկությունը ստուգելու Վազգեն առաջինը։ Գնալու է Ռումինիայում, ասել մի հատ խնդրում ենք բարձեք ինքը ապօրինի երեխա ունի թե չէ։ Իսկ Արգենտինայի այն առաջնորդը Սեկտեգնաձու արքեպիսկոպոսը Հոբանչի, մեկ էլ Ամերիկան անպայման ճշտեք, դա էլ է կարևոր, մի հատ գույները նայեք երեխաների։ Այսինքն այդ աշճանի պատկերացումը պրիմիտիվ է մարդու մոտ, որ ասում է մինչև բարևարկությունը չստուգենք, ոնց է բարևարկությունը։ Խնդիրը դրած է Կարեկին Գաթողիկոսը պետք է երթա։ Իր համար դա է։ Հա, բայց դու ոնց ես բարևարկում։ Երևի ծրագիր ունի։ Այսինքն դու պատկերացնում ես, որ հայ առաքելական անուններու մասին խոսքի, բարոն Ալփինյան, անուններ կան այսօր։ Հիմա այսպես նայենք, տևական ժամանակ Իտալիայում միայն իտալացիներ էին ընտրվում, չէ՞։ Այո, եւ միշտ ասում են օրմը գաթոլիկ կերաբայձար մինձիսավ, Հռոմի բաբը գվայել է, պետք է լա Իդալացի։ Եվ հարցը եկավ նրան հասա, որ Լեհաստանն զուտ քաղաքական դրդապատճառներով կարդինալ Վոյտիլային բերեցին, որ Լեհաստանին պոկեին եւ շատ բացառիկ փորձրավ, չէ՞։ Որից հետո արդեն հաջորդը գերմանացի, մյուս օր Արգենտինայից, մյուս օր Ամերիկայից։ Բա որ վաղը մյուս օրը նորից հայ առաքելական եկեղեցին ընտրի որևէ մեկին, ասի Հայաստանում իրար կերել են, բերեք դրսից ընտրենք։ Այդ բարևարկության մասին ենք խոսում։ Մյուսը մեր հայ առաքելական եկեղեցին միշտ չի որ նստավայրը Էջմիածին ա եղել եւ ոչ մի արգելք չկա որ նա իր նստավայրը լինի ուրիշ տեղ։ Մենք շատ ուրախ ենք որ Էջմիածնում է, բայց պարտադիր չի որ Էջմիածնում լինի։ Այդ ռիսկն ա գա, այսինքն հիմա դուք պատկերացրեք, մեկ էլ ասում է վաղարշապատի տեղական ինքնակառավարման ընտրություններով իրանք մերժեցին Գարեգին երկրորդին։ Այսինքն գնացին իրանք ընտրեցին թաղապետ, համայնքապետ, որը պետք է իրանց տանիքները վերանորոգեր եւ իրանց ձայներով մերժեցին Գարեգին երկրորդին։ Այսինքն դու էլի պատկերացնում ես որ Գարեգին երկրորդի ազդեցության շրջանակը դա ընդամենը վաղարշապատն է ու իր գրասենյակն է։ Այսինքն ոնց ես պատկերացնում։ Հիմա եթե ասենք այնպես լներ որ որոշեին որ պետք է հայ առաքելական եկեղեցին ինչ որ խնդիրների տակ է հայտնվի ռուսական ճնշումը մեծ է, ուզում ենք ռուսական ազդեցությունից անենք, տեղափոխում ենք Ժնև։ Մեկ էլ Նիկոլ Փաշինյանն ասել, տեսակ Ժնևի ընտրությունով էս ինչ է ընտրվեց, մերժեցին Գարեգին երկրորդին կամ հայոց կաթողիկոսին։ Այդ աշճանի պատկերացում ունեցող մարդը ընդհանրապես տնից պետք է ճաշասենյակ չգնա, էլի խոհանոցից։ Խոհանոցում խոսա տնեցիների հետ հերիք է։ Ճաշասենյակ միշտ ճամոթ է, էլի որ մի քիչ ավելի ներկայացական տեղ է։ Այդ խելքով դու չես կարող մտնես ամեն տեղ։ Այսինքն ինչքան գաղափար չունես, որ ամենտեղ մտնում ես, որտեղ եթե դու մի բանից հասկանաս, շատ զգուշ կլնես մի տեղ մտնելուց, կասես մի րոպե, իսկ ես սրանից հասկանում եմ, որ ես սրա մեջ մտնեմ։ Հիմա բայց քաղաքական կուրս է։ Երկրորդ նյութը այսօր որևէ իշխանական կորձիչի կամ նույնիսկ ինտիմատիր այս թեման է, բանանտին որոշված է, ծրագիր կա։ Այսինքն եթե եւ մենք կմոդենանք կարծես թե ես ադի գուզեի դի դարգել։ Ես դրա համար ես դեռ ամիսներ առաջ ասացի, եթե ճիշտը կլինի նա որ հանգիստ թողնեն Մայրաթորին, ցույց չտան որ իրանք ճնշում են, բայց Գարեգին երկրորդը շնորհք ունենա դեկտեմբերի 31-ին հայ ժողովրդին շնորհավորի նոր տարու հետ կապված եւ առողջական խնդիրների պատճառով հրաժարական տա։ Այսինքն որ ցույց տա որ դա կապ չունի որին վրա ճնշում եք, ես ճնշման տակ գնացող չեմ, բայց եւ միևնույն ժամանակ դե առողջական աշխատող սցենար է։ Բոլորն էլ գիտեն որ առողջական պատճառով չի գնում, բայց տարիքն այնպես է որ զարմանալու չի որ առողջական է լինի։ Այսինքն իսկ ինչի Բենեդիկտոս 14-րդը որ կանգնեց ասեց, չէ որ մենք գիտեինք որ դա արտառոց բան էր, որ գործող Հռոմի պապը հրաժարական տա։ Քանի տարի է որ այդպես բան ուղակի չի եղել, նույնիսկ զարմացել են, ոնց տենց բան կլինի։ Մենակ նա պետք է մեռնելով գային հրաժար։ Այսինքն դա էլ մի խնդրեմ չի, չէ՞ որ տեղի ունենա։ Այսինքն եթե դուք ուզում եք այնպես լինի, որ մաքուր էջից ընտրություն կատարի Մայրաթորը, պետք է ասեք իշխանություն մի կողմ քաշվի, մի խառնվի, մենք մեր մեջ կորոշենք, Գարեգին երկրորդ դու էլ նույնիսկ եթե պատկերացնենք հաղթանակ տարար ու մնացիր։ Այս կերպարով դու ում ես պետք։ Մենք այսօր արժեզրկել ենք ամեն ինչ։ Մտավորական, գիտնական, ամեն ինչ արժեզրկել ենք։ Եկեղեցին էլ որ արժեզրկում ենք, արբիտրն ով ալնելու։ Գիտեք հարցը որն է, մենք երբ որ խնդիր ենք ունենում, հեղինակավոր մեկը գա, ասել լա մի րոպե հանգստացեք։ Բերեք քաղաքական դրդապատճառները դրեք մի կողմ, այս ձևով շարժվենք, չէ՞։
Բայց հիմա մեր համար արբիտր, եթե ինքը կոնֆլիկտի կողմ էր, եկեղեցին, նա անցել էր Քոչարյանից կողմը։ Ես ո՞նց նրան կդիմեմ։ Կամ եթե նա ասի ես եկել եմ ձեզ հաշտացնեմ, կասեմ ընկեր ջան, դու գնա, հա։ Դու գոհ ես։ Այսինքն, եթե նույնիսկ իսկ եթե ինքը հաղթի, հաղթանակը դա ի՞նչ է։ Որն է հաղթե։ Պուտինից մեդալ ստացողը որ հաղթել է, դա ի՞նչ է նշանակում։ Դա հաղթանակ է, իհարկե չէ։ Իսկ եթե Նիկոլ Փաշինյանը տապալի ու իր մարդուն դնի, դա հաղթանակ է։ Դա մեր բոլորի պարտությունն է։ Եվ դրա համար նաև մենք շատ ուրիշ խնդիրներ ունենք։ Ես մի անգամ դեռ տարիներ առաջ մի այդպիսի օրինակ բերեցի, ասում եմ, տեսեք, կաթոլիկները ունեն, չէ, գնում են, ասենք, մեղքերին թողություն տալու։ Բայց դա մենակ այդ ճիշտ մեղքերին թողություն։ Մարդը գնում է, ասում է, ես աշխարհիկ ապրել եմ իմ կյանքում, շատ հարցերի լուծումներ գտել եմ, հարցեր կա, որ չեմ գտել։ Ինձ պետք է մի հատ ուրիշ արժեքային համակարգի մարդ խորհուրդ տա։ Այդ մեղքերին թողությունը նաև խորհուրդ ստանալու ձև է, չէ։ Ասում եմ գնամ եկեղեցի, որպեսի այդ մարդը, որը որ այլ գրքեր է կարդացել, այլ կրթություն է ստացել, այլ արժեքներով ապրել, ասել է մի հատ վեր կանգնի այդ քո աշխարհիկ կենցաղային նյութական բաներից, արի մի հատ հասկանանք եւ ինքը նենց բան հուշի, որ լուծում գտած տուն գաս։ Բայց գնում ես եկեղեցի, Բենթլին կանգնած, այդ մարդը սենց ժարգոնով խոսացող, եւ տեսնում ես, որ նա տենչում է աշխարհիկ կյանքով ապրի, նա երազում է քո կարգավիճակին, ասում ես Տեր Աստված, ես էս ուր եմ եկել։ Այսօր ես կմտածեմ, որ գնամ որևէ Աստծո սպասավորից խորհուրդ հարցնեմ, ասեմ դու ինչ որ արժեքներով դաստիարակվել ես, գրքեր ես կարդացել, որը ես ժամանակ չեմ ունես, ես աշխարհիկն եմ կարդացել, դու հավերժականի արժեքներ կրող մարդ ես։ Լավ, այս կենցաղայինից վերև կանգնած մարդ ես։ Մի հատ ինձ ասա ինչ անեմ, լուծում առաջարկի։ Բայց գնում ես, տեսնում ես, որ այդ մարդը մտածում է ոնց վայելի աշխարհիկ կյանքը։ Մեկ էլ մտածում ես դու ավելի հոգևոր ես կան։ Բայց այդ է հարցը, մեկ որ ասում ենք Ժորժ ջան, մի քիչ այս գործերից թեթևանանք, գնանք Գարեգին երկրորդին ասենք, որ Աստված կա։ Մարդը չի հավատում։